Վաշինգտոնն ու Թեհրանը տասնամյակներ շարունակ խուսափել են ուղիղ առճակատման տանող կարմիր գծերը հատելուց, սակայն Մերձավոր արևելյան տարածաշրջանում իրավիճակը պայթեց, երբ Միացյալ Նահանգների նախագահի որոշմամբ նահանգների ռազմաօդային ուժերի 125 կործանիչներ հարվածներ հասցրին Իրանի Ֆորդո, Նաթանզ և Սպահան միջուկային օբյեկտներին։ Սպիտակ տան ղեկավարը պաշտոնապես հայտարարել է դրանք ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին ծանր վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ճշգրիտ կլիներ դա անվանել հիմնահատակ ոչնչացում։ Պատկերված սպիտակ կառույցը խորապես ներկառուցված է ժայռի մեջ, նույնիսկ դրա տանիքը գետնի մակարդակից բավականին ցածր է եւ ամբողջությամբ պաշտպանված է կրակից։ Ամենամեծ վնասը հասցվել է հենց գետնի տակ։ Առանց կոնգրեսի հավանության Իրանի հետ ուղիղ առճակատման մեջ մտնելուց հետո Վաշինգտոնն այժմ ուզում է Թեհրանին խաղաղություն պարտադրել, սպառնալով կամ խաղաղություն կլինի, կամ ողբերգություն կլինի Իրանի համար։ Թեհրանն էլ իրեն իրավունք է վերապահում կիրառել պատասխան գործողությունների բոլոր տարբերակները։ Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասի չափը էական չէ, կարևորը հարձակումն է, սա չի կարող անպատասխան մնալ։ Վաշինգտոնն իր ագրեսիայով վերացրել է պատասխան հարվածներ հասցնելու Իրանի կաշկանդվածությունը, պնդում է Իսլամական Հանրապետության բարձրաստիճան զինվորականությունը։ Իսլամական հեղափոխության ամբողջ պատմության ընթացքում եւ նույնիսկ հեղափոխությունից առաջ մենք բազմից սականատես ենք եղել ամերիկացիների հանցագործություններին, սա նոր խնդիր չէ։ Ամեն անգամ, երբ ամերիկացիները հանցանք են գործել, վճռական պատասխան են ստացել։ Հիմա էլ նույնն է լինելու։ Այսուհետև Թեհրանն իրավասու է ամերիկյան շահերին ու ամերիկյան ռազմական օբյեկտներին հարվածելու որոշում կայացնել։ Իրանի միջուկային օբյեկտների ճակատագրի մասին հակասական հայտարարություններ են հնչում, թեպետ Վաշինգտոնը պնդում է, որ ոչնչացրել է Իրանի առանցքային օբյեկտները, Իրանից հավաստիացնում են հարստացված ամբողջ ուրանը դուրս էր բերվել միջուկային օբյեկտներից նախքան Միացյալ Նահանգների գրոհները։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պնդմամբ Իրանը 486 կիլոգրամ ուրան է հարստացրել, մինչև 60%։ Փորձագետների խոսքով սա զենքի ստեղծման գրեթե 90%-ն է։ Հետագա հարստացման դեպքում այս քանակը կարող է օգտագործվել մինչև 9 միջուկային զենք արտադրելու համար։ Իրանի օրենսդիր մարմինը քննարկում է օրինագիծ, որը կդադարեցնի Թեհրանի համագործակցությունը միջազգային ատոմային էներգիայի գործակալության հետ՝ ի պատասխան ՄԱԿ-ի կազմում գործող այդ կազմակերպության ոչ պրոֆեսիոնալ վարքագծի։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների աննախադեպ ռազմական ագրեսիայից հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արտակարգ նիստ է անցկացվել։ Արևմուտքի երկրները համարձակություն չեն ունեցել դատապարտել Միացյալ Նահանգների հարվածներն Իրանին։ Նրանք հայտարարել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ ու երաշխավորի իրանական միջուկային ծրագրի վերահսկողությունը։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետն իրեն է ենթարկեցրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը։ Ամերիկային ներքաշ է նոր թանկարժեք եւ անարդարացի պատերազմի մեջ, զոհաբերելով նահանգների անվտանգությունը։ Իրավանի խոսքով Թեհրանն իրավունք ունի պաշտպանվել ամերիկյան կոպիտ ագրեսիայից, իսկ համարժեք պատասխանի ժամկետները, բնույթը եւ մասշտաբները կորոշի Իրանի զինուժը։ Երբ Իսրայելի ռեժիմը ձախողեց արևմուտքի կեղտոտ գործը, Թրամփը ստիպված էր Իրաքի վաղարավոտյան անձամբ իրականացնել այս նողկալի օրակարգի ամենասարսափելի մասը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը դատապարտել է Իսրայելի ու Միացյալ Նահանգների գրոհներն Իրանի դեմ, դրանք անվանելով անպատասխանատու, խիստ վտանգավոր ու սադրիչ։ Իր գործողություններով Միացյալ Նահանգները բացել է Պանդորայի արկղը եւ ոչ ոք չգիտի, թե ինչ նոր հետևանքների կարող է դա հանգեցնել։ Միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածները սպառնում են ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի ու ամբողջ աշխարհի անվտանգությանը։ Տարածաշրջանի պայթյունավտանգ վիճակի մասին Ռուսաստանի դիրքորոշումը վերահաստատել է նաև Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի դեմ չհրահրված ագրեսիան որևէ հիմք ու արդարացում չունի։ Իրանի հետ մեր հարաբերությունները հին, բարի ու վստահելի են։ Մենք մեր կողմից ջանք ենք գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու համար։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին իր դիրքորոշման համար։ Իսրայելի ու Միացյալ Նահանգների ագրեսիան միանգամայն անօրինական է եւ ոտնահարում է միջազգային օրենքներն ու նորմերը։ Մենք այժմ պաշտպանում ենք մեր ինքնիշխանությունն ու պետությունը, մեր պաշտպանությունը լեգիտիմ է։
Տարածաշրջանի պայթյունավտանգ իրավիճակի շուրջ սուր քննադատությունների ու հռետորաբանության ֆոնին պատերազմը շարունակվում է։ Իսրայելի օդուժը հարվածել է Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգի ռազմական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Ցախալը նաև գրոհներ է իրականացրել Իրանի 6 օդանավակայանների ուղղությամբ, ոչնչացնելով 15 կործանիչ և ուղղաթիռ։ Իրանն էլ սպառազինության նորագույն բալիստիկ հրթիռներով թիրախավորում է Իսրայելի ամբողջ տարածքը։ Թեհրանից զգուշացնում են Միացյալ Նահանգների նախագահին. «Պարոն Թրամփ, խաղամոլ, դուք կարող եք սկսել այս պատերազմը, բայց այն ավարտողը կլինենք մենք»։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։